Հայկական շոու բիզնեսի մի շարք սիրված ու տաղանդավոր արտիստներ կյանքից անժամանակ են հեռացել։ Նրանց կորուստը մեծ հետք է թողել ոչ միայն հայկական արվեստի վրա, այլ նաև մարդկանց սրտերում։ Նրանց մինչև օրս սիրում ու կարոտում են։ Starnews.am այսօր հարգանքի տուրք է մատուցում նրանց ու անդրադառնում նրանց գործունեությանը։ Ամիսներ առաջ, հունիսի 7-ին, ցավալի լուր հայտնի դարձավ այն մասին, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը։ Դերասանը շատ երիտասարդ ու անժամանակ կյանքից հեռացավ, և նրա կորուստը ոչ միայն ընտանիքի անդամների և հարազատների համար էր ցավալի, այլ նաև երկրպագուների, ընկերների համար։ Վերջին շրջանում հանրությունը ականատես էր Խաչատուր Հունանյանի պայքարին, նրա կողքին էր, օգնում էր խոսքով, աջակցություններով, ինչպես նաև գումարով։ Խաչատուր Հունանյանը պարբերաբար իր սոցիալական էջերում հիվանդության ընթացքից, բուժման կուրսերից հոլովակներ էր հրապարակում ու պատմում, տեղեկացնելով իր առողջական վիճակի մասին։ Հենց այդ նույն ընթացքում Խաչատուր Հունանյանը հյուրընկալվեց նաև The Community հաղորդմանը։ Starnews.am-ը հետևել էր զրույցին, որի ընթացքում դերասանը բաց ու անկեղծ խոսել էր իր ծննդավայրի՝ մանկության ԱՄՆ տեղափոխվելու և այնտեղ կարիերա ստեղծելու ճանապարհի մասին։ Զրույցը, սակայն, առավել խորքային ու հուզիչ դարձավ այն պահին, երբ անդրադարձ եղավ դերասանի առողջական վիճակին և քաղցկեղի դեմ իր պայքարին։ Վերջին ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում էր Խաչատուր Հունանյանի հիվանդության թեման, ինչի կապակցությամբ հաղորդավարի հարցին դերասանը մանրամասն ներկայացրել էր իր բուժման ընթացքը։ Նրա խոսքով, մինչև Գերմանիա մեկնելը վիճակը բավականին ծանր էր։ Քաղցկեղը ազդել էր ոսկրային համակարգի վրա, ինչի հետևանքով քայլելն ու շարժվելը զգալիորեն սահմանափակվել էին։ Սակայն Գերմանիայում ստացած բուժումը, ռադիացիաներն ու համապատասխան բժշկական միջամտություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքը։ Դերասանը նշել էր, որ այժմ ինքնազգացողությունն օրեցօր բարելավվում է, թեև փետրվարին նրան սպասվում էր հերթական ստուգումը՝ հասկանալու համար բուժման հաջորդ փուլերը։ Չնայած անցած դժվարություններին, Խաչատուր Հունանյանի խոսքից զգացվում էր անսասան հավատը և հույսը։ Դա միշտ այդպես է եղել։ Զրույցի կարևոր առանցքներից մեկը Խաչատուր Հունանյանի հոգեվիճակը և տրամադրվածությունն էր հիվանդությանը։ Նրա խոսքով ամենակարևոր գործոնը հիվանդության ընթացքի վրա մարդու մտածողությունն է։ Քաղցկեղը մահապատիժ չէ, դա վճիռ չէ ոչ մեկի համար։ Քաղցկեղի բարդացման ամենամեծ պատճառը մարդու տրամադրվածությունն է այդ հիվանդության հանդեպ։ Գերմանիայում ես մի բան սովորեցի. դա կարելի է ընդունել գրիպի պես հիվանդություն, պարզապես չպետք է ներշնչել ինքդ քեզ, պետք է լավատես լինել, ասել էր նա։ Խաչատուր Հունանյանի խոսքով, եթե մարդը ցանկանում է ապրել, հավատում է և չի հանձնվում, ապա հիվանդությունն աստիճանաբար նահանջում է։ Նա ընդգծեց. «Ժպիտի, կյանքի, փոփոխության, ուրախությունների, մարդկանց հանդեպ բարության և դրական մտածողության կարևորությունը», նշելով, որ հենց այդ արժեքներն են օգնում հաղթահարել ամենաբարդ փորձությունները։ Քաղցկեղը խլեց նաև ևս մեկ դերասանի, արտիստի ու հումորիստի կյանք։ Դերասան Լևոն Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ՝ քաղցկեղի դեմ պայքարը չհաղթահարելով։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղի 4-րդ փուլ, որը տարածվել էր նաև լյարդի վրա։ Չնայած ծանր վիճակին, նրա մտերիմների խոսքով, նա մինչև վերջ չի հանձնվել և փորձել է բուժման բոլոր հնարավոր տարբերակները։ Լևոն Տեր-Պետրոսյանը կյանքի վերջին օրերն անցկացրել էր Հայաստանում՝ շրջապատված իր ամենամտերիմ մարդկանցով։ Նրա կողքին էին ընկերներն ու գործընկերները՝ Դավիթ Թովմասյանը, Գոռ Կիրակոսյանը, Արտակ Հովսեփյանը, Արամեն Պետրին, Ռաֆայել Երանոսյանն, ինչպես նաև Վիտամին ակումբի անդամները։ Հայկական ժամանակակից երաժշտության ամենասիրված ու ազդեցիկ դեմքերից մեկը՝ Հայկոն անցավ մի ճանապարհ, որը դարձավ օրինակ շատերի համար՝ իր տաղանդով, աշխատասիրությամբ և անկեղծությամբ։ Ժամանակի ընթացքում Հայկոն ձևավորվել է ոչ միայն որպես երգիչ, այլ նաև որպես կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Նրա երաժշտությունը միշտ աչքի էր ընկնում խորությամբ ու զգացմունքայնությամբ, ինչը նրան առանձնացրեց և դարձրեց սիրված տարբեր սերունդների համար։ Նրա կարիերայի կարևոր փուլերից մեկը դարձավ 2007 թվականի Եվրատեսիլյան մասնակցությունը։
Այս ելույթը նրան բերեց միջազգային ճանաչում և ամրապնդեց նրա տեղը հայկական երաժշտության առաջատարների շարքում։ Հայկոյի երգացանկը հարուստ է հիթերով, դրանք մինչև օրս հնչում են՝ «Սիրում եմ քեզը», «Վերևը», «Ամենան», «Կյանքովը», «Հավատը»։ Այս երգերը դարձել են մարդկանց կյանքի մի մասը, ուղեկցելով թե ուրախ և թե տխուր պահերին։ Հայկոն մեծ ներդրում ունի նաև ֆիլմերի ոլորտում, որպես կոմպոզիտոր։ Նրա հեղինակած սաունդթրեքերը առանձնանում էին նուրբ, խորը և զգացմունքային մեղեդիներով, որոնք կարողանում էին ամբողջությամբ փոխանցել երգչի տրամադրությունը։ Նրա երաժշտությունը հաճախ դառնում էր ֆիլմերի ամենահիշվող հատվածներից մեկը, ապացուցելով, որ նա կարողանում էր խոսել նաև առանց բառերի։ Հայկոն այն արտիստներից մեկն է, ում ոչ միայն լսում էին, այլ նաև սիրում։ Նրա համեստ կերպարը, անկեղծությունն ու զգացմունքային կատարումները նրան դարձրել էին յուրահատուկ ու շատ հարազատ հանդիսատեսի համար։ 2021 թվականին Հայկոն մահացավ, թողնելով մեծ ցավ և դատարկություն։ Նրա կորուստը ցնցեց ամբողջ հանրությանը, սակայն նրա ստեղծագործությունները շարունակում են ապրել։ Հայկոն այն արվեստագետներից է, ով ապացուցել է՝ իսկական երաժշտությունը չի մահանում։ Նա գնաց, բայց մնաց իր երգերով, իր մեղեդիներով ու մարդկանց սրտերում ապրող տեսակով ու սիրով։ 2023 թվականին 47 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ նաև երգիչ Արա Մարտիրոսյանը՝ սրտի հետ կապված բարդությունների պատճառով։ Բժիշկները տևական ժամանակ կատարել էին վերակենդանացման գործողություններ, սակայն ապարդյուն։ Երգիչը հայկական շոու-բիզնեսի ամենատարբերվող ձայներից մեկն էր։ Նրա ցանկացած երգ ժամերի ընթացքում հիթ էր դառնում ու սիրվում էր հանրության կողմից։ Պատճառն իհարկե անկեղծությունն էր ու յուրահատուկ տեմբրը։ Արա Մարտիրոսյանի կորուստը ոչ միայն մեծ ցավ էր ընտանիքի անդամների և հարազատների համար, այլ նաև գոլեգաների, ընկերների և երկրպագուների համար։ Այսօր արդեն մի բան հստակ է՝ Արա Մարտիրոսյանի երաժշտությունն ապրում է երկրպագուների սրտերում։ 2006 թվականին ողբերգական ավտովթարի հետևանքով 30 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայկական շոու-բիզնեսի ամենավառ ձայներից մեկը։ Վարդուհի Վարդանյանին սիրում են մինչև այսօր։ Նրա երգերն ապրում են երկրպագուների սրտերում ու կա մեծ ափսոսանք, որ շատ լավ վոկալ ունեցող երգչուհին այսօր մեզ հետ չէ։ Վարդուհի Վարդանյանը մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ 1986 թվականին Վարդուհի Վարդանյանը որոշում կայացրեց երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսեց հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորել է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերել իր սեփական երաժշտական ճաշակը, որը մինչև այսօր հիշելի է երկրպագուների կողմից։ Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զահրա Արամյանը։ Նա 55 տարեկան էր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զահրա Արամյանը սրտի հետ կապված լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նա գտնվում էր վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր։ Զահրա Արամյանի ամուսինը՝ Արտաշես Գասպարյանը, ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, որ կինը շատ ծանր վիճակում է։ Շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Նա նշել էր, որ իրենց հույսը միայն Աստծո կամքն է, որ դերասանուհին կարողանա դուրս գալ այդ վիճակից։ 2013 թվականին ևս մեկ ողբերգական ավտովթար և մեկ տաղանդավոր կորուստ հայկական շոու-բիզնեսում։ Ժամը 5:00-ի սահմաններում Միասնիկյան պողոտայում տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով կյանքից հեռացել էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը։ Հենց այդ օրը դերասանի ծննդյան 30-ամյակն էր։ Հեռուստալրագրող և հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ողբերգական դեպքը և մահվան առեղծվածը ցնցել էր համացանցը օրեր շարունակ։ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ Լոռու մարզի Դեբետ գետում հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առիթով քրեական հետապնդում է սկսվել և մեղադրանք է ներկայացրել
ռաֆթինգ կազմակերպած ընկերության տնօրենին։ Նշվում էր, որ Դեպետ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպվել է ռաֆտինգի ծառայություն, որպես ռաֆտինգ թիմի անդամներ ներգրավվել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակվել պատասխանատու անձ, հրահանգիչ։ Հիշեցնենք, որ 22 թվականի մայիսի 9-ին Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս և ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ էր դարձել։ Նա Դեպետ գետում նավակով նկարահանումներ իրականացնելիս գետն է ընկել և մահացել։ 2013 թվականին կյանքից անժամանակ հեռացավ նաև սիրված դերասան Մարկ Սաղաթելյանը։ Նա մահացավ Երևանում։ Մարկ Սաղաթելյանի մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ և գլխուղեղի արյունազեղում։ Դերասանի անժամանակ մահը ցնցել էր համացանցն, ինչպես նաև նրա երկրպագուներին, հարազատներին ու ընկերներին մեծ ցավ պատճառել։ Շաբաթներ առաջ էլ կյանքից անժամանակ հեռացավ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Նրա մոտ ախտորոշվեց սրտի կանգ։ Մինչև այսօր դերասանի մահվան հետ չեն համակերպվում նրա ընկերներն ու հարազատները։